ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագիտության դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանին, շնորհակալություն, որ մեր հրավերը չմերժեցիք, շնորհակալություն, որ տարվա, ասենց ասած, ավարտին գտակ ժամանակ, ձեր սուղ ժամանակ ունենալու հետ կապված, ասացիք Արսեն ջան, խնդիր չկա, կգամ։ Ունենք մի քանի հարցեր, որոնք կուզենայի ձեր կարծիքը անպայման իմանայի, որովհետև մի բան է, երբ որ իմանում ես հասարակ քաղաքացուց, թե ինքը ինչ է մտածում, մի բան է, երբ որ դու իմանում ես այդ ամեն ինչը մարդուն, որը պրոֆեսիոնալ զբաղվում է դրանով քաղաքագիտությամբ։ Ես չգիտեմ հիմա ոնց ընտրենք, աշխարհաքաղաքականից գանք դեպի Հայաստան, թե Հայաստանից գնանք դեպի աշխարհաքաղաքական։ Տեսեք, ընդհանրապես հայկական մենթալիտետը ինքը Հայաստանից է բխեցնում ամեն ինչ, այսինքն մենք ենք մեր սարերի հայտնի, մենք ենք Ամերիկանա, մեկ երկու երկիր, բայց ես նախ ընտրում եմ գլոբալից գանք լոկալ տեղային խնդիրների դիտարկման։ Ինչ է տեղի ունենում այսօր աշխարհում։ Ոնց որ թե ամբողջ աշխարհը ինքը վերաձևում, սահմաններ են գծվում, կանոններ են գծվում, ասենք արդեն ՄԱԿ-ը չունի այդ նույն ազդեցությունը որոշումների վրա կամ իրանց ազդեցությունը, իրանց գրված ինչ-որ որոշումները մնում են թղթի վրա։ Իմ մոտ դες տպավորությունն է, որ անվտանգության խորհրդի նիստերը ուղղակի արվում են նրա համար, որպեսզի ֆիքսեն, որ արվեց։ Ոչ մեկին հաշվի չի առնում, ամեն մարդ իր կարմիր գծերն անցել է, ինչքանով է Հայաստանը ներգրաված է շատ բարի ամեն ինչի մեջ։ Տեսեք, նախ սկսենք աշխարհակարգային փոփոխություններից եւ այդ փոփոխությունները ես դիտարկեմ մի փոքր լայն համատեքստում, այսինքն վերջին 30 տարիների կտրվածքով։ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ որ մենք ունենք հստակ երկբևեռ բիպոլյար աշխարհակարգ, երբ որ երկու հիմնական խոշոր դերակատարներ իրենց շուրջ համախմբել էին աշխարհի մնացած տերություններին եւ դրանց շուրջ էր գաղափարախոսական կոնֆլիկտները ամբողջ աշխարհում, այդ երկու հիմնական բևեռների մեջ են։ Խորհրդային միության կազմալուծումից հետո մենք ունեցանք միաբևեռ աշխարհակարգ, առնվազն 20 տարի, մինչև 2000-ականների կեսեր, աշխարհը գնում էր միաբևեռ աշխարհակարգով, երբ որ արևմուտքը հավաքական Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ հաղթանակի էր հասել եւ իրենք տոնում էին իրենց հաղթանակը։ Այդ ժամանակ է, որ լույս տեսան բազմաթիվ աշխատություններ, շատ հեղինակներ կանխատեսում էին պատմության ավարտը, իսկ պատմության ավարտն ու վերջին մարտը դա Ֆուկույամի ասած նեոլիբերալ մարտն էր, որին ստամոքսը սեփական առողջությանը հետևելը շատ ավելի կարևոր է, քան գլոբալ ազգային արժեքային համակարգերը, այն ինչին մենք ականատես ենք լինում։ Իհարկե այդ միաբևեռ աշխարհակարգը եւ միակ ոստիկանապետի Ամերիկայի Միացյալ Նահանգների գործառույթը այսօր հարցականի տակ է դրվում։ Այսօր մեր աչքի առջև ձևավորվում է նոր աշխարհակարգ, որը ես կանվանի բազմաբևեռ կամ պոլիցենտրիկ աշխարհակարգ, ըստ որի առնվազն մի քանի խոշոր ռեգիոններ եւ մի քանի խոշոր դերակատարներ այսօր իրենց գոյության իրավունքն են առնվազն վիճարկում սեղանի շուրջ, մեծ աշխարհաքաղաքական այդ խաղատախտակի շուրջ եւ ցավոք սրտի մենք ձեզ հետ միասին այժմ գտնվում ենք այսպես կոչված խորը միջնադարում, որտեղ գործում է ուժի իրավունքը, կուլաչնա պռավը, ինչպես մեր ոխերիմ հակառակորդն ասում, եւ այդ ուժի խաղատախտակում ցավոք սրտի մենք Ղրիմյան հայրենիքի մարգարեական խոսքերով նորից թղթի շերեփով նստած ենք այդ մեծ սեղանի շուրջ։ Պարոն Գալստյան, համաձայն եմ, բայց այդ աշխարհակարգը փոխվում է մեկ ժանդարմի կարգավիճակից դուրս է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց իմ մոտ տպավորությունն է, որ Տրամփը ինքն է ուզում, որ դենց լինի։ Գիտեք ոնց, Տրամփը բավականաչափ պրագմատիկ գործիչ է, ինչպես յուրաքանչյուր բիզնեսի մարդ, որոնք գիտեն իրենց օգուտները հաշվարկելը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները օրինակ դեմոկրատների կառավարման օրոք այդ համընդհանուր ժողովրդավարությունը որպես դրոշակ սարքել եւ բոլոր աշխարհի բոլոր ժողովուրդներին, այսպես ասած, ստիպողաբար սարքել արևմուտքի տիպաժ, Coca-Cola-ի, ջինսի եւ դեմոկրատական իդեալներին նվիրված, կյանքը ցույց տվեց, որ չի ստացվում։ Եվ այն հսկայական միջոցները, որոնք ուղղակի փոշիացվում
էին ամերիկյան հարկատուների հաշվին, Թրամփը լավ հասկացավ այն դեսպանատները, այն USAID-ները, այն գործակալական ցանցերը, որոնք ամերիկյան հարկատուների հաշվին ուղակի զբաղված էին ոչնչով, հիմա Թրամփի քաղաքականությունը էապես փոխված է։ Եթե նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխարհի յուրաքանչյուր կետում ուղղակիորեն էր մասնակցություն ունենում, հիմա իրենց քաղաքականությունը փոխված է։ Իրենք գտնում են պրոքսի սատելիտներ եւ արդեն դրանց միջոցով են իրենց ազգային ռազմավարական շահերը փորձում իրականացնել։ Զորօրինակ մեր տարածաշրջան, Ամերիկան Հայաստան, որպես ինչ է նայում։ Եթե ինքը երկրի անուն անգամ չի։ Թրամփի տեսանկյունից եթե նայենք, դա գլոբուսի վրա նույնիսկ կետ էլ չի։ Այ ոնց են զեկուցում, ասենք վարչապետը եկել է, չէ, իրան ոնց են իրան ասում զեկուցում Տրամփին, թե Փաշինյանն եկել, ինքը զարմանում է, թե հիշում է։ Ուրեմն տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներն ինչպես է կառուցված, քաղաքական գործընթացների վրա ազդում են լոբիստական կազմակերպություններ, իսկ այնուամենայնիվ եկեք ընդունենք, որ հայկական լոբիզմը Ամերիկայի Միացյալ Նահանգում եթե ոչ առաջինն, ապա երկրորդ, երրորդն է առնվազն հրեականից կամ հունականի հետ մրցակցության մեջ, Թրամփի վարչակազմում, եթե դու հետևես իր նախընտրական կամպանիաներին, այնտեղ կան հայազգի շատ ազդեցիկ գործիչներ եւ մենք ինչպես ենք, որից է ազգի մասին երբ որ խոսում ենք, ունես վրացի լավ ծանոթ ընկեր, վրացիները քեզ համար այդ մարդկով են առարկայանում։ Հիմա վստահ եմ, որ Թրամփի շրջապատում կան հայազգի ազդեցիկ գործիչներ ու ասում է, «Էս ինչ ասենք, Դեն Բերզերյանի կամ Դեն Դենիսյանի ազգակիցն է, այս երկրի վարչապետն է, իր համար եթե այդ մարդը իր շրջապատում ազդեցիկ տեղ ունի, դրա միջոցով որոշակիորեն Հայաստանի նկատմամբ վերաբերմունք կարող է փոխվել եւ Հայաստանը ներկայացնի, ասեմ, իմ ընկերոջ էթնիկական երկրի ներկայացուցիչն է եկել»։ Որպես ինչ են նայում Ամերիկայի Միացյալ Նահանգները, կոնկրետ Ամերիկայի Միացյալ Նահանգները, գործընկեր, ուղղակի Հայաստան, ուղղակի տերիտորիա, ուղղակի ժողովուրդ, ոնց է մեզ նայում ինքը։ Ես կդժվարանամ ամերիկյան տեսանկյունից հարցին մոտենալ, բայց այն մոտեցումները, թե ինչպես են նրանք քաղաքականությունը վարում, ինչ ռեսուրս են ծախսում Հայաստանի վրա, ինչպես են օրինակ մեր պետական պաշտոնյաների հետ շփվում, դա նշանակում է ինձ համար կարող եմ եզրակացնել, որ առնվազն Ամերիկայի Միացյալ Նահանգների համար 4-րդ կարգի կամ 4-րդ աշխարհի երկրների դասին պետք է Հայաստանը դիտարկել, որովհետև եթե Ադրբեջանի հետ համեմատենք, անձամբ Թրամփ որպես բիզնեսմեն, որպես գործարար, ունի սեփական միջոցներից հսկայածավալ ներդրումներ Ադրբեջանում, բիզնեսի տեսանկյունից իրեն ինչա պետք, որ այդ երկիրը կայուն լինի, այդ երկիրը իր ազդեցության ծիրում լինի, իր եկամուտները սկսեն այնտեղից դիվիդենդները շարունակվեն։ Ինչ ունեն Հայաստանում, այս պահին Հայաստանում իրենք ունեն 1-2 ենթակառուցվածքային ներդրումներ, Հայաստանը իրենց հետաքրքիր է բացառապես հակառուսական քարոզչության եւ ծիրի ազդեցության տիրույթում, հիմա այս իշխանությունը որոշել են, որ իրենք կարող են ծառայություն մատուցել կամ առնվազն ուղերձ են հղել ամերիկացիներին, որ եկեք մեզ օգտագործեք, մենք ոնց որ այդքան համարձակություն ունենք ռուսներին այս տարածաշրջանից վտարելու կամ առնվազն նրանց ծակելու, ցավացնելու։ Արջին ինչ են անում, չէ, որ սկսում են ասեղներով կամ ուրիշ օրգանի հետ խաղալ, մեկ էլ այդ արջը զարթնում է ու սկսում է թաթալոշել։ Առնվազն գործիք ես, գործոն դառնալու համար դու պետք է լրիվ։ Այ երբ որ Արցախը կար, Հայաստանն Արցախով, Հայաստանը ազգային պետական շահերի սպասարկումով, Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությամբ ուրիշ արժեք էր։ Հայաստանը որպես տարածք, որտեղ տարբեր հատուկ ծառայություններ, տարբեր օպերացիաներ են անում ու անթաքույց իրենց գործակալական ցանցերը բացահայտում են, իրար հետ ինչ-որ ուղերձներով շփվում են, դա նշանակում է այստեղ տարածք է, որտեղ խոշորները որոշել են, որ սա ինքը աշխարհակաղակական եւ աշխարհագրական տեղանքով իհարկե կարեւոր կետ է։ Իհարկե հանգուցային է եւ պատահական չի, որ տեսնում ես, թե այս Զանգեզուրի միջանցքի շուրջ ինչ թեզ բանավեճ կա եւ ինչ անդրկուլիսային եւ բաց հրապարակային բանակցություններ են տեղ ունենում, այնպես որ ապագա կոնֆլիկտի որպես կոնֆլիկտոլոգ եմ նաեւ փորձում կանխատեսում անեմ, որ այդ խաղաղության դատարկ դարաշրջանը եւ փաստաթուղթը դատարկ, որը թափարում են մեր ժողովրդի գլխին, սա ուղղակի ժամանակավոր, առնվազն մինչեւ 26 թվականի հունիսը այս իշխանություններին տված քարտ բլանշ է, որպեսզի սրանք փորձեն վերարտադրվեն, որից հետո իհարկե այստեղ կոնֆլիկտը թեժանալու է։ Պարոն Գալստյան, մի հարցս բաժանեմ երկու մասի։ Տեսեք, մենք արդեն մոտեցանք այն հարցին, թե այդ ճանապարհը ճագերտավոր Զանգեզուրի միջանցք ասածը ինչպիսի չարիք է Հայաստանի Հանրապետության ընդհանրապես գոյության
գոյաբանության մեր ժողովրդի համար, Սյունիքի համար, դե մենք բարձր հասկանում ենք Սյունիքը չկա, Հայաստան չկա։ Ոնց որ Արցախը հիմի մարդկանց մեջ մտցնում են, որ դա հայկական չի, ադրբեջանական հողեր են, եթե դա ներաճեց մարդկանց ուղեղի մեջ, սերունդներ մեծացան դες մտածելով, մենք կորած ենք։ Հիմա տեսեք, ով բերեց այդ գաղափարը դրեց։ Ես չեմ հավատում, որ դա ադրբեջանական գաղափար է։ Ես չեմ հավատում, որ դա թուրքական գաղափար է, այդ Միճանսկի հետ կապված։ Ինչ որ սցենարով, ինչ որ ուժեր, ինչ որ երկրներ բերում են ու դնում են, իրանք գործիք են, մեր նման։ Բերում դնում են իրանք ուղեղի մեջ, դա իմ կարծիքն է։ Դա հարցի առաջին մասը, երկրորդ մասը։ Եթե դա տեղի ունենա, ինչ կանխատեսում դուք ունեք Հայաստանի Հանրապետությանը ինչ է սպասվում։ Տեսեք, նախ այնքան էլ համաձայն չեմ, որ գոնե թուրք-ադրբեջանական տանդեմը այսօր հավակնում է դառնալ միկրոաշխարհաքաղաքական դերակատար։ Զուտ քանակական առումով թուրքական աշխարհը, որը մեծ հաշվով օսմանիզմի, պանօսմանիզմի նորարարացված տարբերակն է, ինքը թուրքական ռազմավարական մշակույթում վերջին մի քանի 100 տարիներին ձևակերպված կոնցեպտ է եւ յուրաքանչյուր սուլթան կամ Էրդողանի նման ամբիցիաներ ունեցող քաղաքական գործիչ փորձում է դա կյանքի կոչել, այնպես որ այդ ցամաքային կապը եւ թուրանական աշխարհի թուրքական ժողովուրդները ցամաքի վրա տեղանքով բոլորով բոլորի հետ կապը իրենց վաղեմի երազանքն է եւ մենք տեսնում ենք, որ այդ փոքրիկ սեպը, Զանգեզուրյան սեպն է ընդամենը խանգարում, այսօր ստեղծված են բարենպաստ պայմաններ, որովհետեւ Արցախով մենք ունենք 42000 քառակուսի կիլոմետրանոց տարածք եւ Զանգեզուրի մասին նրանք երազանքով միայն կարող էին խոսել, Արցախի հանձնումից հետո ընդամենը դա նեղացավ, դարավ 42 կիլոմետրանոց տարածք, ես ասեմ ավելին, Արցախում ավելի շատ հայեր ապրում եւ հայկական գործոնը այնտեղ ազդեցիկ էր, Արցախում այսօր հայ չկա, Սյունիքում ավելի քիչ հայ է ապրում, քան արցախահայությունը։ Հետևաբար տեսեք թուրքերի տեսանկյունից, չէ, ինչ այսպես ասած ցանկալի կտոր է, լակը մի կուսոչեք, որոնք նրանք կարող են այսօր փոկել, մանավանդ որ Հայաստանի իշխանության ղեկին էլ մարդիկ են, ովքեր թուրքական առնվազն նարատիվների կրողներ են մեր հանրության մեջ սկսում տարածել, դրա համար իրենց համար բարենպաստ իրավիճակներ է։ Սյունիքի հանձնումը առնվազն Հայաստանի Հանրապետության գոյության վերջ է, արդյոք դա մտահոգում է իշխանություններին, ասեմ որ ոչ, որովհետև այս իշխանության համար միայն կառավարական առանձնատուն է Երևան քաղաքը եւ մեկ էլ որտեղ են Էջմիածիներ վաղ շաբաթում ընտրությունները հաղթեցին։ Այսինքն ընդամենը նույնիսկ 1000 քառակուսի կիլոմետր էլ եթե մնա Հայաստանից, որը քարտեզի վրա կկոչվի Հայաստանի Հանրապետություն եւ կունենա վարչապետ եւ ինքնաթիռ, որը կթռնի օյաճների տարբեր երկրներում, սրանց համար լրիվ բավարար է։ Այնպես որ այս հորետեսական կանխատեսումը նաեւ թույլ տվեք անեմ, որ ինչքան սրանք մնում են իշխանության, այնքան Հայաստանը շագրենի կաշվի նման փոքրանում է, նոսրանում է եւ ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ 3000 տարվա ընթացքում սա հայկական դեմոգրաֆիական ժողովրդագրական սփռվածության ամենանեղ արյալն է, որին մենք այսօր հասել ենք։ Երբեք այսքան հայերը այսքան սխմված իրենց պատմական հայրենիքում չեն եղել։ Շատ լավ, ձեր քաղաքական դիրքորոշման մասին մի քիչ ուշ խոսենք, ինչպիսի կուսակցության եք դուք, ինչ դերակատարում ունեք կուսակցության մեջ եւ ինչպիսի ապագա եք կանխատեսում ձեր կուսակցական գործունեության ժամանակ։ Ես կամ եկեղեցում։ Մենք իրար հետ կողք կողքի էինք կանած այդ իրադարձությունների ժամանակ։ Ինչու հենց եկեղեցին ու ինչու այսքան մեծ դժվարությամբ, ինչու Նիկոլ Փաշինյանի մոտ առայժմ չի ստացվում ուղղակի, տեսեք ինչը չի ստացվում, իր մոտ ուժայիններով ստացվում է, ուժայինները հնուհալազանդ ծառայում են Նիկոլ Փաշինյանին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, ես դա իմ համար ֆիքսել եմ, իրանք երթում են տվել Նիկոլ Փաշինյանին և իրենց աշխատավարձին, ես ոնց տեսնում եմ, պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, իսկ սահմանադրությունը ոտնահարվում է խոշոր քայլերով, ինչու իր մոտ չստացվեց, համախմբել անգամ ոչ այդքան բարե, ասենց ոնց ասեմ, լավ կերպարների քահանաների, մենք գիտենք, որ բոլոր քահանաներն ունեն մեղքեր, մենք սաղսը գիտենք, բայց ինչ կարողացան իրանք իրանց կողք համախմբել այդ քահանաների դեմ թեկուզ, ես հասկացա, որ եկեղեցին դա այն միակ ճյուղն է, որ ամենավերջին պահինից միշտ ճահիճից հանել է, բայց չկարողացամ, հիմա նորից ուզում են գնան սցենարով, որը ուժայիններին է նորից ստիպված։ Ինչա, իրան ստիպել են, ինչ որ ժամկետներ են դրել, ինչա կատարվում եկեղեցու շուրջ։ Տեսեք,
Եթե ես նայեմ ու դիտարկեմ Նիկոլ Փաշինյանի կառավարումը որպես պոպուլիստական, իսկ պոպուլիզմը ինքը ունի կառավարման մի քանի կարևոր գործոններ։ Պոպուլիզմին միշտ պետքա թշնամի։ Թշնամու կերպար 18-ից մինչև 20 թվական թշնամի էին նախկինները։ Նախկիններին, այսպես ասած, քլնգելով, նախկինների թալանի եւ այլ վերադարձի մասին այտենց ականջահաճո կոչերով սա 2 տարի մարդկանց թմրեցրեց։ 20 թվականին 44 օրյա պատերազմի ժամանակ, եթե հիշում ես, օքեյ, պատերազմ էր, վերջին Սարդարապատ էր հայտարարում, թուրքերն ու ադրբեջանցիները դրանք յաթաղանի վերջին բաներն էին, հիշիր, լրիվ նայում էր ամենաազգայնական առաջնորդի կոչումներով էր հանդես գալիս։ Պատերազմից հետո նորից անցավ, հիմա անցել է նրանց հետ քիրվայության ներքին թշնամու փնտրտուք։ Նախկինների թեզը էլ կարծես չի աշխատում։ Պետքա նոր թշնամու կերպավ, նոր թշնամու իդեմս եկեղեցու։ Եկեղեցին հրապարակվել է սրանց համար, ֆիքսվել է որպես թշնամի, որին պետք է նույնպես ծնկի բերել, դրա համար ինչ գործոններ կան, դրա համար առնվազն ես տեսնում եմ արտաքին հետք, որովհետև այդ եկեղեցու նկատմամբ ակնհայտ հարձակումը սկսվեց, երբ որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին դա ռեվանշիստական կառույց է, երբ որ մեր վեհափառը Շվեյցիայում կարողացավ ֆանտաստիկ միջազգային մեծ վայհաժողովում հայ գերիների հարցը բարձրացնել Բաքվի բանտերում պահվող, հանկարծ դրանից հետո իջավ Արցախայության վերադարձի հավաքական իրավունքների հարցը բարձրացնել, պետություն, որը ի պաշտոն է կոչված էր տանելու, պետության օրակարգում չկա, մնացել է եկեղեցին որպես ավանդական կառույց, որպես հեղինակավոր կառույց, որպես բոլոր հայերիս մենք, որ ասես հայերս իրար ինչով ենք նման, ի՞նչն է մեզ միավորում, չէ՞, լեզուն է, ինքնության կրող եկեղեցին է, հավատքն։ Այս տեսանկյունից հավատքը մեզ միավորող է ցեմենտացնող վիճակներ, պետքա դա էլ պարակտել։ Պարակտիչ գործունեությունը մցրեց եկեղեցի, ինչքան էլ մենք ասում ենք, տես ասում ես, իրար հետ կողք կողքի ենք, պատրաստ ենք, այո, մեր այրան գնով, եթե կարիքը կար դրա դեմը առնել, բայց ես արդեն տեսնում եմ, հունիսի 27-ին Վեհարանի դրսում էր պայքարը, Վեհարանի դարպասներից դուրս էր պայքարը։ Դեկտեմբերի 18-ին արդեն մայր աթոռի դռան տակ էին դրանք թակում։ Ես մի պահ առանձնացանք իրարից, ես եկեղեցու ներսում հայր մերի ոգեղեն այդպիսի ալիք ես երբեք չեմ տեսել։ Երբ որ հարյուրավոր հավատացյալներով կաթողիկոսի եպիսկոպոսած դասի հետ ներսում հայր մերն է բարձրաձայնվում եւ դիվահար մոլագար ամբողջ է այնտեղ մայրաթոռի դռներն է բաբախում, այդպիսի զգացողություն ես երբեք չեմ ունեցել եւ հայր մերի մոգական ուժը, աստվածային ուժը այդպես երբեք իմ վրա չեմ կրել։ Հիմա սա ինձ ինչ է ասում, սա ասում է, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը պարտվել է, այլ սա որոշակիորեն խաղում է, սցենար է։ Այդ սցենարը ինչ է, նա եկեղեցու վրա հիմնական հարձակումը եւ այսպես ասած իր համար, իր պատկերացմամբ կործանար հարվածը առնվազն պետք է հասցնի կամ տեղափոխի նախընտրական ժամանակահատված։ Որ արդեն տեսնում 28-ի համար, որ 28-ին հիմա տեսեք, 28-ին ասում եմ, ես 28-ին այնտեղ եմ լինելու, հազարները այնտեղ են լինելու, դենամ ինչ անեն։ Հասկանում ես, բայց ուղղակի Բայց եթե ֆիզիկապես դες թույլ չտան գնանք մտենքնես։ Օրինակ եմ ասում, չէ, տեսեք, ես երեք վերլուծություն արեցի ու ասեցի, ինչ իրավունքներից ելնելով, ինչ օրենքից բխված կանոնակարգից ելնելով ինքը կարող է փագի։ Օրինակ եմ ասում, օրինակ քննչական գործողություններ կատարելու համար։ Okay, իրանք իրավական իրենց մեխանիզմը թող գործի դնեն, լավ, հասկացանք, հիմա մայր տաճարը բան արեցին, զավթեցին, հա, Վեհարանը տեղափոխեցինք այլ վայր, Վեհափարը գնաց այլ վայրում է տաղոթն արավ, մենք գնացինք այլ վայր։ Կամ առնվազն մենք որոշեցինք, որ պետք է ազատագրենք Մայրաթոռը, եկեք մենք էլ ինքնահամախմբենք, մենք էլ ինքնակազմակերպենք, որովհետև ես լավ գիտեմ, որ ոստիկանական ուժը առնվազն հենց այդ օրվա դեպք եմ նորից առիթը կա բարձրաձայնեմ, ինչպես ոստիկանը, եթե հիշում ես, իրանք բոլորը մեջկով էին կանգնած դեպի Վեհափարը, դեմքով դեպի ժողովուրդը, մի ոստիկան հետ զրույցի ընթացքում ասեցի, խնդրում եմ քեզ, երբ որ Վեհափարը գա, դու շրջվիր դեմքով, ինքը հելու հնազանդ շրջվեց դեմքով դեպի Վեհափարը, որովհետև հոգու խորքում այդ ոստիկանները իրենք էլ գիտեն, ուղղակի պահը որ գա, բոլորն էլ այդ համազգեստը կհանեն, այդ պաշտոնն էլ կհրաժարվեն եւ կանցնեն ժողովրդի կողմը, որովհետև ես հավատում եմ դրան, ես հավատում եմ մեր ինքնությանը, ես հավատում եմ մեր հավատքին, ես հավատում եմ, որ հայը աստվածատուր ազգ է, ես հավատում եմ, որ այն ինչ մեզ հետ կատարվում է, ուրեմն այդպես էլ պետք է լինի, որովհետև դու մինչև անդունդի եզրը մինչև չհասնես, քո ինքնափրկության, քո ինքնամաքրման, քո ինքնակատարելագործման ընթացքը դու չես տեսնելու։
Եվ այստեղ այն դիմակները, այն զուլալվում է յուրաքանչյուր ալեկոծությունից հետո ջրերը պետք է բարձվեն, չէ՞։ Հիմա մենք փոթորկոտ ալեկոծված մեջ ենք, տեսնում ես քո 1000 տարվա ընկերը, բարեկամը, որին երբեք չես կասկածել, որ հետևիցդ մեջքով կխփեր, կամ ինքը այդպիսի բաներ կա, հիմա ամեն ինչ բարձվում է։ Այս բարձությունը ինքը մեզ համար շատ կարևոր է, որ մեր միջից էլ, այ ով որ կոնֆորմիստ է, ով որ ստրուկ է, ով որ հարմարվողական է, ով որ էժան բենզինի ծառավ է, նրանք մի կողմում լինեն, ով որ արժեքային է, ով որ թունդ հայրենասեր է։ Իդեպ այս դիլեման բոլոր պատմական ժամանակ 100 տարի առաջ մեր ազգը սրա մեջ է եղել։ Ավետիք Իսահակյանը ինչ է գրում, չէ, ասում է՝ մի օր հայի երկու սերունդ, մեկը կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, այսպես ասած, մանրախնդիր, զուտ որկրամոլ տեսակը եւ թունդ հայրենասեր տեսակը մի օր իրար փոր են թափելու։ Հիմա եկել է երևի այդ ժամանակը։ Մենք պետք է որոշենք, որս որ ճամբարում ենք։ Աստվածտա ոչ մի անգամ հայ արուն մանավանդ հայ ձեռքով չթափի, բայց դե առնվազն դա է մեզ զսպում դա։ Տեսեք, եկեղեցուց մենք հələ հեռու չենք գնում, որը կհաշվի Նիկոլ Փաշինյանը հաղթանակ կամ իր հրանգներ տվողները հաղթանակ, ունեն նույն Փաշազադեները։ Եթե հետևյալը երկու տարբերակ ասեմ, Նիկոլ Փաշինյանը կարողանում է ձերբակալել կաթողիկոսին տանել Մեգուսարան, թե կարա նաև հաղթանակ համարի այդ ձեր ասած սցենարի, երբ որ Վեհարանը կփոխի իր նստավայրը, ընդե կնստի մի կաթողիկոս, մի ուրիշ տեղ կնստի մեկ կաթողիկոս, այսինքն մեր եկեղեցին այլևս չի լինի այն եկեղեցին, որը մենք ունեինք հազարամյակներով։ Ինքը կդառնա արդեն պարակտված, ժողովուրդը պարակտված, միգուցե սա նույնպես հաղթանակ իրանք։ Տեսեք, իհարկե դա էլ կարա հաղթանակ, դա այսինքն հակաթորի ստեղծում է։ Մենք մինչև հիմա գիտենք հայ առաքելական Սուրբ եկեղեցի միասնական կառույց, բոլոր հոգևորականները մի կանոնագրքի հետևողներ, հիմա կպարզվի, որ այդ 10 տիրադավերի շուրջ մի հատ կստեղծվի մի հատ եկեղեցի, մեկը քարչակի իրեն տեղապահ կամ հակաթոր, նոր կաթողիկոս եւ այլն։ Այդ սցենարը լրիվ տեսանելի է, այդ սցենարը առնվազն տեսանելի էր մի քանի տարի առաջ եւ իրականացվեց Ուկրաինայում էլ ուկրաինական ուղղափառ եկեղեցին ինքը առնվազն 4-5 տարբեր ճյուղերի է բաժանված եւ յուրաքանչյուր ճյուղի հետևին կան ինչ-որ դրսի կուրատորներ, այն ինչ-որ կարող է այստեղ տեղ ունենալ։ Իհարկե իր համար իդեալական է, այդ որպես իր համառությամբ ինքը հասնի կաթողիկոսի հրաժարականին եւ կարողանա այսպես իր սրտի, ինչպես սրտի դատավորներ ունի, չէ, սրտի ոստիկաններ ունի եւ այլն ունի, ուսապարկերի խորհրդան ունի, նմանատիպ ուսապարկերով էլ կամ այդպես իշխանահաճո տերներով էլ համախմբի իր շուրջը եւ կարողանա ասի այստեղ նույնպես հաղթանակի հասնել, բայց պետք է չթողնել իհարկե ինձ համար դրանք բոլորն էլ վատատեսական եւ անընդունելի սցենարներ են։ Մենք մեր հավատով նորոգվենք։ Ինչ է ասում Աստված, մանանեխի չափ հավատ։ Ամեն մեկիս մեջ, այ մանանեխի չափ հավատը սարեր աշուր տալիս։ Արսեն ջան, իմ ու քո մեջ ես վստահ եմ այդ հավատի կտորը կա, այդ ծիլերը սաղմերը կա, ու եկեք։ Հետեւաբար այնպես որ ամեն ինչ կորած չի։ Ան Գալստյան, գանք քաղաքական դաշտ։ Դուք հայրենիք կուսակցության հիմնադիր անդամ, գլխավոր քարտուղար, գործադիր մարմնի անդամ։ Դա բավականին բարձր, չէ, պաշտոն չասեմ, դիր կա կուսակցության մեջ, դրա համար ավելի շատ լայն հարցերից խոսենք, ներքաղաքական։ Մոտենում է ընտրություններ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իր խմբակցությունով նախաձեռնել էր իմպիչմենտի գործընթաց։ Նախ առաջինը, ինչպես եք դուք վերաբերվում այդ գործընթացին, արդյոք պետք է դա հիմա անել, քանի որ կար թիրախավորված անձ, որը վարչապետի պաշտոնի հավակնողը պետք է լիներ, այսինքն մենք գիտենք, որ քրեական գործ կար այդ մարդու վրա։ Արդյոք պետք է դա անել։ Մեկ, եւ երկրորդը նույն այդ համատեքստի մեջ երկու բանակի են բաժանվել քաղաքական դաշտում։ Մեկը ասում է, պետք է փողոցին զուգահեռ պատրաստվել ընտրություններին, մյուսն ասում է, փողոցը պետք է թողնել, համախմբվել, ուժեղանալ, մեծանալ, որպեսզի Մոլդովայի օրինակը չկրկնվի Հայաստանի Հանրապետությունում եւ գնալ առաջ։ Ջախջախիչ պարտության մատնել Նիկոլ Փաշինյանը եւ իր տերերին։ Սկսենք, տեսեք, նախ իմպիչմենտի հետ կապված։ Իմպիչմենտը դա գործիք է խորհրդանական ընդդիմության ձեռքին եւ զսպաշապիկ է խորհրդանական մեծամասնության համար, որ կարողանան որոշակիորեն հակակշիռների ստեղծման միջոցով եւ առնվազն իմպիչմենտի գործիքակազմը գործի դնելով մի փոքր զսպեն վարչապետական ամբիցիաները, այսինքն ամենաթողությունը, որ կատարում է մեր երկրում։ Դրա համար, այո, ինչպես դու նշեցիր, որպեսզի իմպիչմենտը նախ
նախաձեռնես, պետք է ունենաս անխոցելի տեխնացու, պետք է ունենաս որոշակի հասարակական քաղաքական նախադրյալներ, պարզ է, որ մենք impeachment-ը երբ որ գործարկում ենք, առնվազն փողոցը պետք է ակտիվացնես, փողոցային ճնշման հիման վրա միայն կարողանաս, որպեսզի ԿՊ-ից դու պոկես այն պակասող ձայները, որոնք կարող են impeachment-ի գործընթացը իրականացնել։ Իմ տեսանկյունից խորհրդանական ընդդիմության, ես հիշում եմ 22 թվականի քաղաքական դիսկուրսը, երբ որ Հայրենի կուսակցության նախագահ Արտուր Վանեցյանը, որը նախաձեռնեց փողոցային պայքար։ Փողոցային պայքարի վերջնամասում ցավոք սրտի խնդիրը չլուծվեց։ Այս իշխանությունը մնաց իրանց ղեկին, մարդը ուղղակիորեն այդ պատասխանատվության գիտակցումով մանդատը վայր դրեց, ասելով. մեր ժողովուրդը 21 թվականին չէր ընտրել, որպեսզի մենք խորհրդանում Գարի Ցորենի շաքարավազի կամ ինչ այլ հարցեր։ Տվել էր իշխանազրկման մանդատ Նիկոլ Փաշինյանին, իշխանազրկման գործիքը impeachment-ն է։ Հիմա, այսինքն խորհրդանական ընդդիմության այս 5 տարիներին պարլամենտում մնալը, այն ժամանակ ասում էին, լինի նախադրյալ, մենք որ մանդատները վայր դնենք, բա impeachment-ը ո՞նց անենք, չէ՞, ընտրությունները ընդհանրապես սարերի հետևում չեն, 6 ամիս է մնացել, եւ այդ impeachment-ի գործիքակազմը իհարկե հանրապետական կուսակցությունը նախաձեռնեց, կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունը դա նախաձեռնեց նաեւ քաղաքական օրակարգ թելադրելու տեսանկյունից, նախաձեռնեց, որ այն երկրորդ ընդդիմադիր խմբակցությունը ավելի խոշոր, ավելի ազդեցիկ, որ կողմնորոշվի կամ այս կողմը կամ այն կողմն է, իհարկե այդ կողմնորոշումը կայացավ դեպի impeachment-ի գործընթաց, բայց process-ը ձախողվեց, որովհետև հիմնական տեխնացուն կալանավորվեց, Դավիթ Համբարձումյանի դեպ բարևներս, աջակցությունս իմ ուսանողն է եղել, լավ մարդ, ազգային, լավ քաղաքապետ, որը մենք տեսնում ենք, որ գրեթե բոլոր ընդդիմադիր քաղաքապետը ընտրություններից առաջ բոլորը մեկուսացված են, սա նույնպես իշխանության սցենարի մաս է, այնպես որ այս տեսանկյունից impeachment-ի գործիքակազմը առնվազն խորհրդանական ընդդիմության համար ռեալ լծակ էր եւ իդեպ ասեմ ձեզ ավելին, այս պահին ԿՊ-ն իր նախընտրական ցուցակն է կազմում, եթե հետևել ես process-ներին, դրա շուրջն է պատտվում, եւ ինչքան ինձ հասել է տեղեկատվություն, ազգային ժողովում այս պահին ԿՊ-ն ներկայացնող շատ ու շատ դեպուտատներ, падգամավորներ դուրս են մնացել այդ ցուցակներից։ Դուք մտածում եք դա փոխկապակցություն, աշխատանքի դաշտ է, փոխկապակցվածությունը դժվար կարող եմ ասել, որովհետեւ կա գործոն, չգիտեմ այդ մարդիկ ինչքան են համարձակ, ինչքան են կարողացել ուսապարկային հոգեբանությունը իրենց վրայից թոթափել, ինչքանով են կարողանալու համարձակություն գտնեն, ի վերջո սահմանադրությունն ասում է, չէ, յուրաքանչյուր падգամավոր իր խղճի մտքի համաձայն է որոշում կայացնում, ինչքանով են իրանց խղճով, ինչքանով են իրանց մտքով առաջ արժվում, հա, բայց աշխատանքի դաշտ կա այստեղ ընդդիմադիր երկու հիմնական թևերի միջև համաձայնության, լուրջ համաձայնության, ներքին քաղաքական ամբիցիաները, ներքին գզվռտոցները իդեպ այդ կապակցությամբ մեզ հետ էլ եղավ հանդիպում, Իշխան Սաղաթելյանը նախաձեռնել էր, մենք ողջունեցինք, մենք մեր օրակարգային կետերն ասեցինք, որ ընդդիմադիր քաղաքական դաշտում պետք է երկխոսություն, պետք է կլոր սեղան, պետք է միասնական ռազմավարական մոտեցումներ, միասնական օրակարգեր, որոնց շուրջ մենք ունենանք շահերի համընկման կետեր եւ ապագա խորհրդանական ընտրություններին շատ ավելի լավ նախապատրաստվենք։ Ինչ վերաբերում է փողոց թե խորհրդարան։ Մեր քաղաքական կուսակցության դիրքորոշումը, որը բարձրաձայնել է Արտուր Վանեցյանը, հետևյալն է. մի քանի ամիս առաջ ասեց հրապարակային, չբացառելով փողոցային պայքարի վերսկսման հնարավորությունը, բայց պետք է լրջագույնս նախապատրաստվել խորհրդանական ընտրություններին։ Ի վերջո քաղաքական կուսակցությունները ստեղծվում են իշխանության համար պայքարի համար, իսկ մեր երկրում եւ սահմանադրորեն իշխանության գալու միակ օրինական ճանապարհը ընտրական մեխանիզմներն են։ Ինչքանով է դրա ընտրություններով հնարավոր իշխանափոխություն Հայաստանում, թե ոչ, դրա հարցի պատասխանը ես չունեմ, բայց որ ընտրություններն են միակ լեգիտիմ գործիքակազմը իշխանության վրա ազդելու եւ իշխանությունը նվաճելու, դա փաստից էլ փաստ է։ Հետո չլինի այնպես, որ իշխանությունը վերջին 2-3 տարին պատրաստվում է ընտրություններին, ընդդիմությունը զբաղված է թիթեռ նկարելով, մեկ էլ հունիսին գալիս են, ասում են, վայ մենք պատրաստ չենք, վայ մենք ասում ենք փողոցով, բա չենք ասում impeachment-ով պետք է հարցը լուծի, մատը մատին չեն տալիս ու 26 թվականին մենք էլի ունենանք նույն իրականությունը։ Որպեսզի դա տեղի չունենա, իմ քաղաքագիտական հաշվարկը հետևյալն է. պետք է լինեն դաշտում որոշակի խոշորացումներ։ Ցավոք սրտի, ընտրական process-ը, ձայների հաշվարկման բանաձևը այնպիսին է, այդ դոնթի բանաձև կոչվածը, որը թույլ է տալիս
այն չանցած կուսակցություն, իդեպ կան երկրներ, որոնք բոլոր ձայները 1%-ից սկսած իրենք հաշվարկված են եւ իրենք տեղ են ունենում խորհրդանում։ Մեր մոտ ցավոք սրտի 4%-անոց արգելք ունենք, 4%-ից պակաս հավաքած կուսակցությունները չեն անցնում եւ ունեցել ենք դեպքեր մինչեւ 15-ից 20% ձայներ, այն էլ ռադիկալ ընդդիմադիր ձայներ գնացել են իշխանության, որովհետեւ ավելի շմիածնի սցենար։ Օրինակ ինչպես վաղաշաբաթ ընտրության ժամանակ մենք 3-9% էինք հավաքել, չանցանք ընդամենը 0.1-ով, մեր ձայները գնացին, ասենք, բանին, չէ՞, եւ որոշ ընկերներ էլ ընդդիմադիր, այսպես կոչված, մենք ասում են, հայրենիքը փոշիացնում էր ձայները։ Հիմարաբանություն է, բայց առնվազն դա փաստ է, այդ տեսանկյունից 15%-ից ավելի կարող ենք փոշիացում ապահովել 26 թվականին, պետք է գնալ խոշորացման, բայց դրանք պետք է լինեն բնական դաշինքներ։ Օրինակ առնվազն ես ենթադրում եմ, որ նախ տեսեք սահմանադրությունը ինչ արգելք ունի, այո, հարցի մեջ բան ունեմ, էլի։ Կան ուժեր, եթե ուզում եք անուններ տվեք, եթե ուզում եք մի տվեք, կան ուժեր, որ ոչ մի դեպքում բացի ԿՊ-ից, ոչ մի դեպքում հայրենիք կուսակցությունը չի միավորվի։ Քաղաքական դաշտում։ Տեսեք, քաղաքական դաշտում ոչ մի դեպքում չմիավորման օրինակ բաները, դրանք բոլոր պսևդոանդիմադիր։ Հանրապետություն կուսակցություն կա, Արամ Զավելի Սարգսյանը։ Այդ տեսեք, ես դրան կան այդպես կուսակցություններ։ Պսևդոանդիմադիր կուսակցություններ, որոնք ընտրություններից առաջ պարզում են ընդդիմադիր դրոշակ, հետո բռնում են ԿՊ-ի ձեռքը, դրանք մեզ համար անընդունելի են։ Հետևաբար բոլորին բացահայտել եք դուք։ Կարող ենք ասել, կեսին բացահայտված են, կեսը դեռ ծպտված են գործում եւ այլն, հա, բայց առնվազն ապագա ընդդիմադիր, ես դա անվանում եմ քաղաքական պակտ։ Քաղաքական պակտերի քաղաքականությունը խոսում է նրա մասին, որ ընդդիմությունը հավաքվում են կլոր սեղանի շուրջ, իրենք միմյանց անվտանգության որոշակի երաշխիքներ, խաղի կանոններ են սահմանում, այդ խաղի կանոններից առնվազն ամենակարևորներից մեկը հետեւյալը պետք է լինի. ոչ մի պարագայում չսխմել ԿՊ-ի ձեռք։ Այսինքն համագործակցությունը ԿՊ-ի հետ ի սկզբանե միայն բացառող կուսակցությունների հետ մենք տեսնում ենք մեր համագործակցությունը։ Սա կարևոր է, որպեսզի մենք դաշտը մի փոքր ավելի բարձենք, ովքեր որ այս կանոնը ընդունում են, նրանց հետ համագործակցությունը հնարավոր է, ովքեր որ sense ծամծում են, սակայն բայց են, որ ասում են Նիկոլը աչքից լույսը չի, բայց այդ բայց ասողները բարձ է, չէ՞ որ դրանք իշխանության ջրաղացին ջուրը լցնողներն են։ Բացի դրանից, տեսեք, մի հատ ուրիշ էլեմենտի վրա էլ, օրինակ հայրենիք կուսակցությունը իսկապես մենք մեր 6 ամսվա ապագա աշխատանքի արդյունքում այս աշխատանքները որ ունենք, այն տարածքային կառույցները որ ունենք, այն մարդկային ռեսուրսը որ ունենք, այն ընտրական հանձնաժողովները, որ այս պահին մենք արդեն վերապատրաստումներն անցել ենք եւ այլն, թույլ է տալիս մեզ հավակնել անցողիկ շեմը հաղթահարել։ Բայց այդ անցողիկ շեմը հաղթահարելը ոնց որ պարոն Վանեցյանն ասում է, ինքնանպատակ պետքա չլինի, մենք չենք գնում, որ միայն մանդատներ կամ ներկայացված լինենք։ Մենք գնում ենք հիմա հարցում անում եք, դուք ընդհանրապես սոցիոլոգիական հարցումները կան, կուսակցությունը անում է, ներքին հարցումներ ունենք։ Ըստ ներքին հարցումների, այսօր ձեր կուսակցությունը եթե մենակը գնա, ինչպիսի շանսեր ունի ինքը հայտնվելու։ Անցողիկ շեմը հաղթահարելու մոտ ենք։ Այսինքն անցողիկ մոտավորապես 4-ից 6%, մոտավորապես այդ իրավիճակը կա մեզ մոտ, իհարկե հաշվի առնելով, որ 6 ամսից ենթադրում են նաև տեսանելիության, ճանաչելիության, քաղաքական ակտիվության, հա, այն հիմնական խոսույթը, ուղերձները, որը մշակվում է այս պահին ու ներկայացնելու ենք հանրությանը, դրա հաշվին բնականաբար մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենանք եւ մենք կարող ենք հաղթահարել։ Ուղղակի իմ համար շատ հետաքրքիր է, էլի ոնց է այդ գործընթացը տեղի ունենում։ Օրինակ, վաղաշաբաթում ձեր տեխնազուն, ես անձամբ լուսաբանել եմ ձեր տեխնազունին, ես հիացած եմ մնացել այդ մարդու հայրենասիրության, գիտելիքների, նվիրվածության, կամքի ուժ ունենալու։ Ես ասում եմ, այս մարդը պետք է լինի, այս քաղաքապետը պետք է լինի այս մարդը։ Ոչ թե ձեզ եմ հարում կամ ինչ-որ բան։ Ես այդ մարդու մեջ տեսա հայ տեսակը, որը այսօր պետքա Փյունիկի պես թույլ տա ժողովրդին վերագտնել իրան։ Բայց տեսեք, այդ մարդը ինչ-ինչ պատճառներով ստացավ այն ինչ որ ստացավ կամ շատ էի կարխային ընկել կամ թողը թույլ տվեցի կողքից, հա, ես կներեք մինչև վերջ ասեմ ինչումն է հարցը։ Դուք կուսակցության մեջ հավաքվեցիք, ասես
գործընթաց գնաց, որ Արթուր Վանեցյանը դուք մնացածը կանչեցիք, այ սենց մի հատ մեկը մյուսի ասեք, այ սենց եղավ, արեք վերլուծում եք դուք։ Վերլուծություն արել ենք, այդ վերլուծությունից շատ դասեր քաղել ենք, այդ վերլուծությունը ինձ թույլ է տալիս ասելու, որ վաղ շաբաթում խնդիրը չլուծվեց մի քանի պատճառներով։ Նախ եւ առաջ ասեմ ձեզ, որ մենք վաղ շաբաթում տարածքային կառույց, որը ունենալ օրինակ 5-ամյա կենսագրություն չունենք, այսինքն ավելի շատ իրավիճակային այդ խնդիրը լուծվեց, երբ որ արտահերտ ընտրության հարցը բարձրացվեց ու մենք փորձեցինք հասկանալ ունենք արդյոք այնտեղ հնարավորություն մասնակցելու եւ Խաչիկ Մանուկյանն էլ որպես մեր գաղափարակից ընկեր այո այդ համաձայնությունը տվեց, մենք ընդամենը 1 ամիս ու կես էինք հնարավորություն ունեցանք ժամանակ նախապատրաստվելու, բայց ես գոնե գիտեմ որպես ընտրական տեխնոլոգ, որպես մասնագետ, ընտրությունները դրանք սկսվում են հենց այն պահին եւ ավարտվում են հաջորդ ընտրություն, այսինքն 5-6 տարվա, չէ, այսինքն այդ տեսանկյունից այո ժամանակը ցավոք սրտի քիչ էր թիմեր ձևավորելու տեղերում հողի վրա, այո Խաչիկ Մանուկյանի կերպարով ես էլ եմ հիացածի, որովհետև իր տղա Վաչագանին դաս եմ տվել պետական համալսարանում ժուրնալիստիկայի ֆակուլտետում այդ հերոսին բախտ եմ ունեցել նաև դասավանդելու եւ մենք հենց հիշում եմ դասերը բանակցային տեխնոլոգիաներ առարկայի շուրջ ժամերով խոսում ենք Արցախյան հակամարտության բանակցային գործընթացից եւ ինքն անձայաբերվեց Արցախում այդպիսի մարդով գնալը եւ այդպիսի ընտրությունը վաղաշաբաթիներին ես էլ էի կարծում որ վերջ արդեն զուտ այդ գաղափարական արժեքային կոնտրաստով կարելի է խնդիրը լուծել այդ քննարկումների ժամանակ այ հետարքեր ես ուզում հասկանալ տնական մթնոլորտ շատ առողջ բաց խոսում եք քննարկում են բոլոր հարցերը դրվում են այդ սխալները հաշվարկվում են ինչպես դու ասացիր մի քիչ էլ այդ հայերեն ասած արխային լինելու հանգամանքն է որովհետև մտածում ենք որ գոնե այդ մինիմալի մասին չի խոսքը այլ ավելի մեծ արդյունքների մասին է խոսքը հետևություն արված վճռական ենք համառ ենք ամուր ենք եւ ավելի ենք տոգորված առնվազն ես գոնե հասկանում եմ որ ինչ պետք է անել որպեսզի նման սխալներ էլ չկրկնվեն որպեսզի հարցը այս հաղորդման ժամանակ արդեն փակենք այդ միավորվելու կամ ինչ խորացված տարբերակներ եք քննարկում միավորման այսինքն կարա լինի դաշինք որը արդեն իսկ խոսում է ոչ թե կուսակցական ինչ-որ բաների մասին, այլ խոսում է օբշի դաշինգի, համախմբվել ինչ-որ մի գաղափարի շուրջ ու գնալ ընտրությունների, ոնց որ եղել էր Պատումունեմի ժամանակ, երբ որ երկուսը միավորվեցին, գնացին, հաղթահարեցին եւ այլն, ինչ խորացման մասին է խոսքը։ Ընդդիմադիր դաշինքների իմ սցենարային կանխատեսումը մոտավորապես բերում է նրան, որ սահմանադրական այն նորմը հաշվի առնելով, որ առաջին փուլում ընտրություններից հետո առնվազն միայն 3 կուսակցությունների միջև կարող է կոալիցիա ձևավորվել, որ վարչապետ ընտրվի, սա խոսում է այն մասին, օրինակ, եթե 5 ընդդիմադիր թևեր հաղթահարել են 4%-անոց արգելքը, 5-ի միջև առաջի փուլում կոալիցիա հնարավոր չէ։ Դրա համար այնպես պետք է հաշվարկել, որ առնվազն 3 խոշոր ընդդիմադիր ճամբարներով կարողանան մուտք գործել 51%-ը հաղթարեն, որ հենց առաջին դրա համար ինչ պետք է արվի։ Տեսեք, կան գործոններ, որոնք պետք է հաշվի առնել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան այս պահին վարկանիշային առումով առնվազն երկրորդն է դաշտում եւ նրան ասել դուրս արի քաղաքականությունից ես անլուրջ եմ համարում, ես այն քաղաքական անլուրջ մարդ եմ ուրեմն ասում եմ դուրս արի։ Չի կարելի, այդպես ես իր ուժին չեմ ասում, անձին եմ ասում, պայքարը, հետեւաբար այդ տեսանկյունից Ռոբերտ Քոչարյան եւ պրոքսի քաղաքական ուժեր պետք է իրար ներսում քննարկեն մեկ խոշոր ընդդիմադիր բլոկով հանդես գալու տարբերակը։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյան, պարզ է, չէ, Հանրապետական կուսակցությունը 90-ական թվականներից գործող ենթակառուցվածքային, մարդկային, մասնագիտական ներուժով բավականաչափ մեծ ներուժ ունեցող քաղաքական ուժ է։ Երրորդ նախագահի շուրջ էլ կան պրոքսի քաղաքական միավորներ ես առաջարկս է որ հավաքվեն նստեն եւ մեկ միասնական ոչ թե մանրացած խաղան 2-3 կուսակցություններ, այլ մեկ ընդդիմադիր դաշինք են այնտեղ ձևավորվի եւ երրորդ ընդդիմադիր դաշինքն է մենք կարող ենք լինել նոր քաղաքական հոսանքները կարող են լինել կամ այլ մի հատ էլ համախմբում այս 3 հիմնական մեծ գլոբալ դաշինքներով կարծում եմ արդյոք աստծո սիրուն որևիցե այտենց քաղաքական սահմանափակում եւ այլն չունենք, բայց որ ասեմ այս պահին կան նաեւ պրոցեսներ Քոչարյանն առաջ հիմի ընդդիմության մեջ թե մեր ձևով Սամվել Նարեկ Կարապետյանից
այդ ուժը։ Գիտեք ինչ, ամեն բան գլխի վայր շրջվելու է, երբ որ հրապարակվի վարչապետի տեխնացուի հարց, որովհետև գոնե մեր դեպքում մենք այդ հարցի փնտրտուքը վաղուց ավարտել ենք, ունենք Լև Գլիձեր, ունենք ղեկավար Արտուր Վանեցյան, 99% դե օքեյ, շատ լավ է, թող մասնակցի որպես լիդեր, որպես վարչապետի տեխնացու, իմ վարչապետի տեխնացուն Արտուր Վանեցյանն է, որովհետև ես լավ եմ հասկանում, որ այս իրավիճակում ոչ իմ նման պրոֆեսոր քաղաքագետ պետք է երկիրը ղեկավարի, ոչ լավ տնտեսագետ պետք է ղեկավարի, երկիրը պետք է ղեկավարի ուժային զինվորական կենսագրություն ունեցող Երկաթյա Բրոնսկի քաղաքականությունը, այս բարդակը վերացնող կարգ ու կանոնի հասարակություն սահմանող լիդեր։ Այդպիսի լիդեր ես ունեմ։ Մնացածներն էլ թող իրենց մեջ տնեն, ունենան ու հասկանանք թե ինչպես են գնալու։ Արեք մի քիչ բանավիճ ենք իրար։ Խնդրեմ։ Մի 5 րոպե գոնե։ Խնդրեմ։ Դուք օրինակ տեսեք, դուք ասում եք չենք կարա մենք Ռոբերտ Քոչարյանին ասենք գնա։ Բայց ստե մի հատ բայց կա։ Հիմա արդար ինձ պատասխանեք, առանց որևիցե մի բանի։ Եթե վաղը Ռոբերտ Քոչարյանը կոչ անի, որ ես ելնելու եմ այս իշտեղը, հանրահավաք եմ հավաքում։ Քանի տոկոսը մարդկանց կմիանան այդ իր կոչին։ Այսինքն չեմ կարող պատասխանել ինքը իր էլեկտրական մի րոպե ինքը կազմակերպում է ինչ որ գործընթացներ։ Ես տունը նստած հասարակ քաղաքացից լսում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ասում է ես կազմակերպում եմ հանրահավաք։ Ես գիտեք ինչ եմ մտածում։ Ասում եմ ցավը տանեմ, գնա մի հատ թող Լևոն Քոչարյանը փորձի կազմակերպել էլի։ Հասկացեք, այդ մարդիկ, օրինակ ես ողջունել եմ Սերժ Սարգսյանի որոշումը, ողջունել եմ ու ողջունելու եմ։ Մարդ այնքան գիտակցություն ունի, որ հասկանում է, որ այսօր իրանց անունների կողքը չի կոնսոլիդացվի։ Պետք է նայ ձեր ասած նոր մարդիկ, ովքեր ընդհանրապես վարչապետներ չեն եղել, երկիր չեն կառավարել։ Հարգելի, բայց այդ նոր մարդիկ հո լուսնից չեն իջնելու, հարգելի Արսեն, ով կա իմ ու քու տարեկի մարդիկ, իրենք արդեն առնվազն 15-20 տարի իրենք պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել են։ Նախկինների ճամբարում կլինի, որտեղ կլինի, ուր ուզում ես գնա, այդ նախկինի պիտակացավը ում ասես վրա կարող են Հետևաբար այդ տեսանկյունից կապ չունի, բայց իրենք իրենց մասնագիտական գործունեությունը բանը եւ կներեք նորից եմ ասում, այնպես չլինի որ մրից ընկնենք, մրջուրն ընկնենք, հա, մրից դուրս գանք։ Հետևաբար այդ տեսանկյունից այս իրավիճակում այնքան ճակատագրական փոսի մեջ է հայտնված, որ վերջին ճիշտ որոշումը միշտ պետք է կայացնել։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Քոչարյանին, պարոն Քոչարյանը երբ ասի հավաք եմ անում, վստահ մի քանի հազար հետևորդ ունի, այդ մի քանի հազար այնտեղ պետք է լինի։ Եվ հետո տեսեք, այսօր պետք է շատ իդեալիստական էլ չլինել։ Այսօրվա Հայաստանում, այսօրվա լիդերության պայմաններում, առաջնորդության պայմաններում Հայաստանում չկա մեկ այնպիսի լիդեր, որի շուրջ հնարավոր լինի ողջ հայության համախմբում։ Դե չեն թույլ տալիս, ինչա նշանակում է։ Լրատվականները իրանց ձեռքն պարկետային պետք է չլինի, բա դրանք գործոնները պետք է հաշվի առնես, սիրելի Արսեն, այտենց իդեալիստական։ Պարոն Գալստյան, մեկը փորձում է, լավ ինչի առանց անուններ տալու։ Կներեք, չէ՞ մի բան եմ ասում առանց մի դեպք եմ Արտուր Վանեցյանը ինչ են թիրախավորում ընդդիմադիր դաշտից ու իշխանական դաշտից։ Որովհետև վախենում եմ, մրցակցային դաշտ է, բա իհարկե։ Բայց տեսնում եք որ չեն թողնում։ Որը երիտասարդ է, որը ունի բեքգրաունդ, ունի Ես չեմ էլ ուզում թողնեն։ Ես պետք է այնքան համարձակություն ուժ ճկունություն ունենամ, ես ինքս ինքնահաստատվեմ այդ դաշտում, սիրելի Արսեն։ Կյանքը մրցակցային է, բնական ընտրությունն է, գոյության պայքարը։ Այդ գոյության պայքարում պետք է բողոք անցնել։ Տեսեք, 5 տարվա ընթացքում մենք սկսած կաբինետից դուրս ենք եղել, փողոցի փոշին քայլելով, ընդդիմադիր կալանավորվելով, քրեական գործերի միջով անցնելով, մենք հասել ենք այս этаպին ու գնում ենք առաջ։ Բոլոր ընդդիմադիր, հատկապես նորելիքների լավ իմացեք, որ այդպես ասված։ Այդ էլ մետեսակ է, այո։ Շատ բարեհոգի ենք, շատ ներողամիտ ենք, բայց նորից եմ ասում, հարգելի Արսեն, յուրաքանչյուր էլիտա, յուրաքանչյուր իշխանություն ինքը իր հետ բերում է արժեքներ։ Ես ուզում եմ, որ իմ ու քո արժեքներ կրող, մերպես մտածող մարդիկ մի օրգան իշխանության ու 6 ամիս հետո տեսնե այս հասարակությունը, որ հիմա դժգոհ ենք, փնովում ենք եւ այլն, ոնց է կախարդական փայտիկի օգնությամբ լրիվ ուրիշ արժեքներով ապրելու։ Այդ օրը գալու է ու ես ու դու դա կերտելու ենք։ Այդ միանշանակ։ Այնպես որ հիշիր, մրցակցային է, գոյության պայքարը, ուղղակիորեն, եթե ուրիշները գալիս են քննադատելով նախկին հեշտ է նախկիներին Նիկոլ Փաշինյանը 7 տարի այսպես ասած քլնգել է նորերներ գալիս են այո տեսեք Արտուր Վանեցյանի ուժը այսինքն ձեր ուժը Արտուր Վանեցյանն չէ որովհետև ինչքան հասկացած ձեր մոտ ժողովրդավար կեցվածքը ձեր կուսակցությունում կա մեր անգամ եղել եմ ես տեսել եմ իմ աշկով ինչա կատարվում ներսում այդ խմորումները այդ խոսալը ինչպես են մարդիկ իրար վերաբերվում եւ այլն հիմա տեսեք
հայրենի կուսակցությունը միավորվում է օրինակ եմ ասում, օրինակ հիպոթետիկի մեծ ձևովի հետ ինչ որ գաղափարական տեսնում են մի գաղափար, որ արդեն Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Դա արդեն իսկ մարդկանց ձգում է ընդդիմադիրներին։ Ես տունը նստած նայում եմ, ասում եմ ես իմ համար եմ ասում, դες ուրիշի համար չեմ ասում։ Իմ ունեցած չափով ասում եմ ես այս ուժին հետևելու եմ, որովհետև արդեն իսկ իմ դուրը գալիս է, ինչու համար են համախմբվում եւ ինչպիսին կարող լինի ռեզուլտատը։ Կամ երկրորդ տարբերակն եմ ասում։ Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ հայրենի կուսակցությունը միավորվում է։ Մենակ այն պահից, որ ասում են Ռոբերտ Քոչարյանի դեմքով եք դուք ելնելու վարչապետի տեխնազոն, ես արդեն ասում եմ չեմ գալու։ Անկամ ինձ չի միավորի, որ պիտի Նիկոլ հեռացվի, հասկացեք։ Դուք այդ բանը հասկացեք, հարգելի կուսակցական մեր աղբերներ, ձեզ է շնորհ տված Նիկոլին հեռացնելու։ Մենք ուղղակի օգնող հանգամանք կարանք լինենք ձեզ։ Օգնենք, ձեր մեջքին կանենք, ձեզ աջակցենք, թե փողոցում, թե բիլուցեն գցելով։ Մենք բերեք այդ մարդկանց առաջ։ Մենք չենք ուզում այդ մարդկանց այլևս տեսնել։ Չենք ուզում։ Կարաք մեր հետ հաշվի նստեք, թե չէ։ Սիրելի Արսեն, շատ բարի։ Okay, հիմա տես այդ մարդիկ որպեսի քաղաքականության մեջ էլ չլինեն, ինչպես շատ ճիշտ ասեցիր, քվեն է դա որոշելու, հասկանում ես, կլինի 26 թվականի ընտրությունները։ Այդ մարդիկ օրինակ, ում անունները տվեցիր, չեն ստանա ժողովրդի վստահության քվեն։ Հետևաբար արդեն այն մարդիկ, ովքեր խորհրդանում ներկայացված կլինեն, դրանք է քաղաքական օրակարգ թելադրողները կլինեն, շատ ամեն ինչ պարզ է, բայց հիմա ասել, գիտես ինչ դու դուրս արիր, ես մի քիչ այնքան էլ առնվազն քաղաքականապես կամ քաղաքագիտորեն ճիշտ չեմ համարում, որովհետև դա ինչ է, դա պարկետային է, ջերմոցային պայմաններ ստեղծել է ում համար, ես չգիտեմ ում համար, որովհետև արդյունքի համար, հասկանալի է արդյունքի համար, դրա համար եմ ասում։ Մարդիկ են, որոնք ունեն իրենց համակիրները, այսինքն տես, դու չես համակրում, բայց առնվազն գիտես, չէ, հազարներին որ համակրում են։ Այդ հազարներից ձայնն էլ է պետք, որպեսզի իշխանական կուսակցությունից ուրիշ մարդ լինի, նորից իմանա, որ Քոչարյանն դա կուսակցության ներքին է։ Եթե չէ, ես օրինակ եմ ասում։ Հաշվարկ, եթե հիմա այդ թիմի մեջ ամենաբարձր ռեյտինգը այդ մարդունն է, հա, եւ նույնն ասա, իր տղայի ռեյտինգը ես չգիտեմ, չեմ չափել, չգիտեմ ինչ կանա։ Բայց եթե տղային դնում ես ու ռեյտինգի դրա հետևից արդյունք չի գալիս, իրանք ոնց գնան այդ տարբերակին, չէ՞, դնում են այնպեսի մարդկանց, որ ամենաբարձր ռեյտինգը։ Դուք համաձայնվում եք իմ հետ։ Կհաղթարի այն ուժը, կհաղթի մեկը մյուսին, երկու բևեռների մասին է խոսքը, այն ուժը, որը քնած, ով որ չի մասնակցում, ով որ հետաքրքրություն չունի քաղաքականության հետ, ով որ ասում է ջանդամ ով ուզում է լինի, դրանք շատ մեծ տոկոս են կազմում Այդ մեծ տոկոսին պետք է դու ոնց եք բերում դուք եթե այդ դեմքերն են գալիս, այն եմ ասում։ Բա դրա համար ես ինչ եմ ասում, մի հատ երրորդ բևեռ ստեղծի, որը միավորի այդ մարդկանց։ Մենք իրավունք չունենք էքսպերիմենտներ անելու։ Նայեք, եղավ 21 թվականի իդեալիստական է, ընդդիմություն է, երբևիցե խորհրդանական կառավարման մոդելի պարագա։ Մի դեպ հիշիր, մասնագիտորեն քեզ ասում եմ, դեռ Մորիս Ջուվերժե, ֆրանսիացի քաղաքագետ, 100 տարի առաջ ձևակերպել է հիմնարար օրենք։ Պարլամենտական կառավարման համակարգը ստեղծում է մանր իրարից փոխկապակցված կուսակցություններ։ Հիմա այդ մոդելն է, պարլամենտական համակարգում միասնական ընդդիմադիր բևեռ ձևավորելը գրեթե անհնար է տեխնիկապես։ Հետևաբար այդ իդեալիստական ողջ ընդդիմությունը նախագահներին հետ քաշենք, մնացածը սաղ միավորվենք, ինքը արեստատիվ Շատ սուր հարց եմ տալու։ Ջան, շատ սուր։ լսում եմ։ Գնահատական տվեք Հայաստան Դաշինքի գործունեությունը պատգամավորական այս 21 թվականից մինչև այսօր։ Խնդրում եմ, որպես ընդդիմադիր մարդ, գնահատական տվեք ինչի կարողացավ հասնել։ Ես բավարարված չեմ գործունեություն։ Ահա, հիմա արդեն կարանք ասենք, որ այդ մարդը իր դեմքով հանդես եկավ, ունեցավ հնարավորություն, շանս ու ինչ արեց ինքը 5 տարվա մեջ, պարգևավճարներ ստացավ կամ ինչ որ մի անգամ խիփի շեղավ, այնտեղ ծեծը։ Դրա համար 26 թվականին ստացել էր Նիկոլին նորից թողանք ինքը վարչապետ։ Նիկոլին որպեսի չթողնեք, նորից եմ ասում, այս դեպքում գնանք այնպեսի ճանապարհով, այնպեսի ստրատեգիաներ գործենք, որից եմ ասում, այնքան ճաշակները այնքան շատ են, այնքան տարբեր են, քո ճաշակդ քաղաքական հստակ ձևակերպված է, չէ՞, իմ քաղաքական նախասիրությունները հստակ ձևակերպված են։ Երրորդինը նույնպես նրան էլ առաջարկ այնպես արա, որ դիվանին չնստի, տնից դուրս գա ու գնա ընտրատեղամաս, որովհետև միայն բարձր քաղաքական մասնակցության պարագայում մենք կարող ենք իշխանության տոկոսները պակասացնել։ Ինչքան քաղաքական մասնակցությունը ցածր եղավ, իսկ մարդ ասել, այ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում, 2 միլիոն մարդ կգնա ընտրության, ես այդպիսի բանին չեմ հավատում, ճիշտ ասած, հա, հետեւաբար պետք է այնպիսի բաներ
պայմաններ առաջարկենք մարդկանց, որ այն 50%-անոց օտարված իշխանություններից ընդդիմությունից հիասթափված այնպես կամակոր մարդը, որը ուղղակի թքած ունի ամեն ինչի վրա, նրա մեջ քաղաքացիական գիտակցությունը բարձրացնես ու նրան էլ իդեպ ես որ գամ իշխանության մի քանի նորամուծություններ եմ անելու ընտրական մասնակցությունը դարձնելու ենք պարտադիր, ինչպես Եվրոպայի շատ երկրներում է, դեմոկրատական ընթացակարգը շատ կարևոր է, որ մարդու ընտրական իրավունքը, որ իրան տրվում է 5 տարին ընդամենը մեկ անգամ, ինքը ռեալիզացնի ու միայն իր հիվանդության կամ ինչ-որ այսպեսի անհաղթահարելի ֆորս մաժորների դեպքում ինքը ընտրատեղամաս չկարենա գնալ։ Որ մենք իմանանք, որ իրականում մեծամասնության իշխանությունն է։ Թե չէ Երևանում ինչ է կատարում, այս օրերին դու տեսնում ես, չէ 9%-անոց իշխանությունը իմ ու քու փոխարեն օրենքներ ընդունում ու ասում է դա ժողովրդավարություն։ Ես համարում եմ բաներ կան, որոնք պետք է փոխել։ Կառավարման մոդելը պետք է փոխել։ Պարլամենտական համակարգը տանում է քաղաքական անպատասխանության դաշտ։ Հայաստանի Հանրապետության նման երկիրը անվտանգային այս միջավայրում գտնվող երկիրը կառավարման, կոշտ կառավարման նախագահական մոդելը մեզ համար այս պահին ուղղակի հույս հրատապ։ Համաձայն եմ այդ հարցում նույնպես մի քիչ անդրտեսնելու համար մի հատ sense հարց տամ ձեզ։ Ինչու Արթուր Վանեցյան, ինչու հայրենիք։ Ինչու օրինակ այդ մեր կողմից նշված կուսակցություններին ոչ, այդ ձեր նման բանիմաց մարդը, գիտելիքներ ունեցող մարդը, որը կրտում է ապագա սերունդ քաղաքական դաշտի համար, որոշեց Արթուր Վանեցյան։ Ով է Արթուր Վանեցյանը ձեր համար։ Ընկերա, գաղափարակից ընկերա ուղղակի դուք հայրենիքը սիրում եք նույն ձևով։ Ինչ է հայրենիք կուսակցությունը, ինչ է Արթուր Վանեցյանը ձեր համար։ Ով է։ Արթուր Վանեցյանի հետ ես ծանոթացել եմ 20 թվականին եւ 20 թվականի սկզբներին մի քանի հանդիպումներ ունեցել ենք, ինձ համար շատ կարեւոր է նախ եւ առաջ արժեքային։ Ինչ մարդու հետ գործ ունես, ինչ արժեքների կրող է։ Արթուր Վանեցյանի մեջ ես տեսել եմ նախ եւ առաջ հայրենասեր անձնավորություն, տեսել եմ հավատքի անձնավորություն, տեսել եմ լավ ընտանիքի հոր, տեսել եմ լավ ընկերոջ, տեսել եմ ազնվական այրուն ունեցող մարդու, ում հետ կարելի է ճանապարհ անցնել, տեսել եմ լավ հրամանատարի 44-օրյա պատերազմի օրերին, որ զինվորին ավելի բարձր է գնահատել եւ առաջինը ասել է գնացեք զինվորին հանեք շրջափակումից, հետո նոր մտածել է իր տղայի մասին, դրանք բոլորը ես աչքով տեսել եմ։ Ես լավ եմ հասկանում, որ այս իրավիճակում ինձ պետք են ուժային անցյալ ունեցողներ, անվտանգությունը գերադասողներ, անվտանգություն պլյուս, այսինքն անվտանգության այնպիսի մասնագետ, այնպիսի մարդ, որը ունի բավարար կապեր երկու ռազմավարական կարևոր կենտրոններ այդ Ռուսաստանի Դաշնություն եւ Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Վրաստանի Հանրապետություն։ Արթուր Վանեցյանը իր կենսագրությամբ իր կապերով առնվազն այս երեք ուղղություններով վստահ եմ, որ շատ լուրջ հաջողությունների կարող է հասնել։ Կայունությունը, կանխատեսելիությունը, պատասխանատվությունը մենք ստացել ենք այն դաստիարակությունը, ինչը մեզ նաև մոտեցնում է, որ այն ինչ որ խոսում ենք, տղամարդու պես խոսում ենք, այդ խոսքի արժեքը գիտենք ու դրա հետևից գնացող ենք։ Այս բոլորը մեզ գուցե այնքան էլ, այսպես ասած, գրավիչ չի դարձնում համատարած պոպուլիզմի ճռճռան փաթեթավորման դաշտում, բայց ես չեմ կարող իջնել փողոցի մակարդակին, ես ջանալու եմ, որ փողոցը բարձրացնեմ իմ մակարդակին, սիրելի արս։ Այնպես որ դուք զանգեք Արթուր Վանեցյանին։ Ինքը ոնց կարձագանքի։ Բարև Խաչիկ ջան, հա Խաչիկ ջան, թե պարոն Գալստյան։ Բարև պրոֆեսոր ջան։ Բարև պրոֆեսոր ջան։ Ես ասում եմ բարև պարոն Գանդարան, ինքը ասում է բարև պրոֆեսոր ջան։ Եվ որպեսզի ամփոփենք մեր այսօրվա ոդկասթի ամբողջական միտք տանք արդեն, խնդրում եմ մեծ անշնորհակալ գործ է սա, բայց խնդրում եմ այդ կանխատեսել։ Ինչ սցենար եք դուք տեսնում, ընդհանրապես կարաք համեմատական սցենարներ ասեք։ Այս դեպքում կարա սա լինի, այս դեպքում կարա սա լինի, հարգելի ժողովուրդ, հարգելի հայ ժողովուրդ, հարգելի հայրենակիցներ, եթե այս ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանին հաջողվի բռնաճնշումներով, թե քաղաքական լծակներ օգտագործելով, թե տարբեր մեխանիզմներ օգտագործելով կարողանա հաջողի ապահովի իր վարչապետությունը, կլինի սա։ Եթե չհաջողվի, դուք մասսայական մեծ մասաներով դուրս գաք ու ասեք ոչ, որ ինքը չկարողանա այդքան կեղծի, կունենաք այս Հայաստանը։ Խնդրեմ։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, թույլ տվեք ձեզ հետ անկեղծ երկու հիմնական սցենարների մասին կիսվել։ Սցենար համար առաջին 2026 թվականին, եթե վերարտադրում է Նիկոլ Փաշինյանը, մենք ունենում ենք գրեթե հայելային կրկնողությունը 21 թվականի։ 20 թվականի պատերազմից հետո շանս տվեց եւ ժողովուրդը ամեն դեպքում քվե տվեց Նիկոլ Փաշինյանին, արդյունքում ունեցանք
ծվատված հայրենիք, Արցախի հայաթափում, Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստ։ 26 թվականին, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվում է, մենք մոռանում ենք Սյունիքի մասին, Հայաստանի սահմանները, Հայաստանի ինքնիշխան տարածքները էականորեն կրճատվելու են։ Միակ ելքը մնում է հետևյալը. 26 թվականին բոլորս մեկ մարդու պես մասնակցում ենք ընտրությունների, գտնում ենք մեր ճաշակին հարիր քաղաքական ուժ, ես վստահ եմ ընտրությունը շատ է լինելու, որից է մեկը պատրվակ ու առիթ չեք ունենալու, ասեք սրան չեմ հավանում եւ իմ քաղաքական ճաշակներին հարիր մարդ չկա։ Ընտրեք, մասնակցեք, մեր մասնակցությամբ մենք որոշենք մեր ճակատագիրը։ 2026 թվականը բախտորոշ է լինելու։ Ես խորապես վստահ եմ, Աստված մեզ նրա համար չի ստեղծել, որ այսպես մենք մաշվենք, վերանանք։ Լիահույս եմ, որ հավատքով, ուժով, միասնականությամբ, մեր քաղաքական իմաստությամբ, մեր նախնիների ժառանգությունը վաստակելու կամքով մենք փոխելու ենք մեր պատմության անիվը։ 26 թվականին ունենալու ենք լրիվ նոր իրականություն, ինքնամաքրված, ինքնահամախմբված, ինքնակատարելագործման ընթացքը մեզ ուղեկից։ Առիթից օգտվելով բոլորի շնորհավորում եմ գալիք ամանորի Սուրբ Ծննդի կապակցությամբ։ Առողջ եղեք, հավատքով, ընտանիքով, ընկերներով, մեր հայրենիքով հպարտանալու առիթներ մենք դեռ շատ ենք ունենալու։ Այսքան։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ մեր մոտ հյուր էր քաղաքագետների դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանը, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Հուսով եմ մենք շարունակական կհանդիպենք։ Լավ մնացեք։